Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 6 մայիսի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Գեղարքունիքի մարզի և ֆրանսիական իզերի դեպարտամենտի միջև մշակութային հարաբերությունների շրջանակում տեղի է ունեցել Պարի փառատոն։ Մասնակցել են ինչպես Պարի ուղղությամբ կրթվող պատանիները, այնպես էլ սիրողական պարախմբերը։ Գեղարքունիքի մարզի և ֆրանսիական իզերի դեպարտամենտի միջև մշակութային գործակցությամբ Գավառ քաղաքում Պարի փառատոն է անցկացվում։ 14 խումբ ներկայանում է ժամանակակից պարերով։ Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական Հալե Էգայան պարախմբի մասնագետները։ Համատեղ փորձում են ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաև ժամանակակիցը։ Համույթի պարուսուցիչների այցերը տարեկան 3 անգամ են, որոնց ընթացքում երրորդյա մաստեր կլաս են անցկացվում ավելի քան 30 երիտասարդների հետ։ Ամեն տարի ծրագրի շրջանակներում շուրջ 100 երեխա և երիտասարդ մասնակցում են ժամանակակից պարի աշխատարաններին և ուրախ են տեսնելու ու արձանագրելու Գեղարքունիքի և իզերի դեպարտամենտի համագործակցված աշխատանքի արդյունքը։ Տեղացի ընկերներիցս մեկին հարցրի. «Ինչ է քեզ համար այս գործակցությունը»։ Ասաց. «Այս գործակցության մեջ դու ֆրանսիացի չես, ես էլ հայ չեմ, երկուսս էլ պարող ենք։ Սա միջոց է համախմբվելու ոչ թե բառերի մակարդակով, ես սիրում եմ հայերին, ես սիրում եմ ֆրանսիացիներին, այլ մշակութային երկխոսությամբ, գիտելիքներ փոխանակելով»։ Ժամանակակից պարերի դասավանդման ծրագրում ընդգրկված են մարզի արվեստի դպրոցների պարախմբերը և ֆրանսերենի ուսուցման խմբակների սաները։ Փառատոնին նրանց են միացել պարողներ նաև Սյունիքի մարզից։ Պարախմբերից շատերը սիրողական են և ձևավորվել են մշակութային նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման մասնակիցները բացահայտում են ոչ միայն այլ ազգերի, այլև Հայաստանի տարբեր մարզերի պարի ավանդույթները։ Այսպիսի միջոցառման անցկացումը Գավառ քաղաքում ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների, բարեկամական կապերի ամրապնդմանն է նպաստում, այլ նաև տարբեր համայնքների, մարզերի միջև կապի ստեղծմանը եւ շատ ուրախալի էր, որ մենք նաև մեր քաղաքում հյուրընկալել ենք Գորիսի մեր երեխաներին, սա նաև հնարավորություն է, որպեսզի մեր երեխաները ազատ ժամանակ անցկացնեն Գավառում, ծանոթանան մեր քաղաքին, պատմությանը։ Երկօրյա փառատոնի բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր, իսկ լավագույն երկու պարախմբի խրախուսում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն ու Գավառի համայնքապետարանը։ Անահիտ Կարեյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Իրազեկել մարզի երիտասարդներին Գավառում առկա թափուր աշխատատեղերի մասին և ուղղորդել դեպի այն գործատուները, ովքեր պատրաստ էին համալրելու իրենց անձնակազմերը։ Գավառում անցկացված աշխատանքի և կարիերայի էքսպոն այս նպատակն ուներ։ Երիտասարդները նաև մասնագիտական կողմնորոշման ուղղված հանդիպումներ են ունեցել։ Restart Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպության Sky ակումբի նախաձեռնությամբ Գավառում անցկացվում է աշխատանքի և կարիերայի էքսպո։ Առաջնային թիրախը հենց Գեղարքունիքի մարզի երիտասարդներն են։ Նրանց հնարավորություն է տրվել տեղեկանալու թափուր աշխատատեղերին և մարզի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին։ Տաղավարային ցուցադրություններով են ներկայացել մարզում գործող բիզնեսներն ու կրթական հաստատությունները։ Երիտասարդները մեծամասամբ կրթություն եթե ստանում են համայնքում, մեծ մասը ձգտում է արդեն գնալ Երևան, այնտեղ փորձել աշխատանք գտնել, բայց մինչդեռ համայնքում եւս պետք են երիտասարդներ, նոր կադրեր են պետք տարբեր ոլորտներում եւ այս մասով էլի հասարակական կազմակերպությունների գործունեությունը մեծ է, ինչու՞ չէ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ մնացած կառույցները եւս փորձում են ուղղորդել, աջակցել, որպեսզի երիտասարդները մնան համայնքում, իրենց փորձն ու գիտելիքները կիրառել համայնքում։ Առաջատար տեխնոլոգիաների արագ զարգացումն ու տարածումը շատ երիտասարդների ստիպում են մտորել, ինչ մասնագիտություն ընտրել, որ հետագայում հնարավոր լինի աշխատանք գտնել։ Էքսպոին մասնակից ուսանողները փորձում են մասնագիտական կողմնորոշման հարցում օգնել ավագ դպրոցականներին։ Իմ մասնագիտության մասով կասեմ, որ դեղագործությունը ամենապահանջված մասնագիտություններից մեկն է եւ նոր տեխնոլոգիաների ներթափանցման հետ մեկտեղ ինքը մնում է արդի։ Ես հիմա առաջին կուրս եմ դեռևս սովորում, բայց ես հիմա աշխատաշուկային ամբողջությամբ ծանոթ եմ, այսինքն այդ հեռանկարը կա աշխատելու։ Աշխատանք փնտրող երիտասարդների տվյալները գրանցում են գործատուները։ Ծանոթանալով մարզում գործող բիզնեսներին եւ արտադրություններին, երիտասարդները մտածում են նաեւ նոր հմտություններ ձեռք բերելու շուրջ։
Մինչ այժմ ունենք արդեն 40 աշխատանք փնտրող մարդկանց գրանցում, որոնց ուղղորդվել են թափուր աշխատատեղերի մասին հասցեներ եւ հնարավորությունների մասին իրազեկման թերթիկներ։ Իրենք արդեն կապ կհաստատեն տվյալ գործատուների կամ տվյալ կազմակերպությունների հետ եւ կիրականացնեն համագործակցության քայլեր։ Հուսով ենք, որ նրանցից շատերը կընդունվեն աշխատանքի։ Ճիշտն ասած, բազում աշխատանքներ կային, բայց ես մասնագիտական եմ ուզում։ Բանասեր եմ, ուղղակի չեմ կարողանում գործ գտնել։ Հիմա մի փոքր ուսուցչի օգնականի գործ եմ տեսել, անպայման գնալու եմ աջակցության կենտրոն է, գրանցվեմ։ Աշխատանքի եւ կարիերայի էքսպոյի շրջանակում անցկացվում են նաեւ բժշկական առաջին օգնության, ազգային պարերի, նկարչության վարպետաց դասեր եւ բիզնես ֆորում, ձեռներեցության հնարավորությունների, մարտահրավերների ու հաջողության պատմությունների մասին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գեղարքունիքի մարզը մասնակցել է հայրենիքը արվեստն ու ես հանրապետական ստուգատես մրցույթին։ Սա մշակութային կրթություն իրականացնող հաստատություններին ցուցաբերվող մեթոդական աջակցության բաղադրիչներից մեկն է եւ կոչված է զարգացնելու սովորողների եւ դասատուների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Շուրջ 1200 պատանի ներկայացնում է Գեղարքունիքի մարզը հայրենիքը արվեստն ու ես ստուգատես մրցույթին։ Այն կազմակերպել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերակցությունը մշակութային կրթության ոլորտի հաջողություններն ու բացթողումներն արձանագրելու նպատակով։ Լսում ենք երաժշտության, արվեստի, մյուս ճյուղերի պարարվեստ եւ կերպարվեստ կամ գեղանկարչություն բոլոր հնարավոր դպրոցները, որոնք ուսուցանում են պետական ծրագրով։ Ստուգվում է ամեն ինչ պետպատվերով սովորող երեխաները, ինչպես են հաճախում, ինչպես են սովորում, ինչպես են ելույթ ունենում։ Մրցույթի առաջին փուլը համայնքայինն է։ Ներկայանում են մարզի համայնքների մշակութային հաստատությունների լավագույն մենակատարներն ու խմբերը։ Մրցույթը երաժշտական եւ արվեստի դպրոցներին ցուցաբերվող ուսումնամեթոդական աջակցության ձևերից մեկն է, ուղղված ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների կարողությունների զարգացմանն ու մասնագիտական աճին։ Այս մրցույթային կարգը նոր մեթոդ էր, որը շատ հեռանկար կլինի իմ կարծիքով, որ արդեն մեկը մյուսին կսետես իմ դպրոցը որտեղ է կաղում, համայնքն էլ է սկսում մտածել դրա մասին, համագործակցությունը ավելի լավ կլինի։ Իմ կարծիքով կշահի դպրոցի երեխաները։ Երեխաները վատ չեն կրալնի։ Մենք դասատուներով պետք է կարողանանք ակտիվացնենք երեխաներին։ Մրցակցության միջոցով բարձրացնել այն շեմը, որին պետք է ձգտեն նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի կրթամշակութային հաստատությունները։ Այս սկզբունքն է հանրապետական ստուգատես մրցույթի հիմքում։ Ակնկալվում է 3000-ից ավելի աշակերտի եւ ավելի քան 900 մանկավարժի մասնակցություն մրցույթին ամբողջ հանրապետությունից։ Ներկայացված է գծանկար, գունանկար ստեղծագործություն առարկաներից։ Դպրոցը նորաբաց է, 2 տարի է ինչ գործում է, փորձել ենք ցուցադրել ու հասկանալ, թե ինչ արդյունք ունի դպրոցը այդ 2 տարիների ընթացքում։ Հաշվետվության պես մի բան է, քանի որ երբ որ դրսի հետ համագործակցություն կա, այստեղ բարձ երևում է ինչն է թերացումը եւ ինչն է առավելությունը։ Մրցույթի 3 փուլում էլ նախատեսված են վարպետաց դասեր եւ մասնագիտական խորհրդատվություն։ Պարտադիր է ոչ միայն աշակերտների, այլև մանկավարժների մասնակցությունը։ Անահիտ Կարյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։